Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ սրբազան պայքարի մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել են Հայաստանում ահաբեկչական գործողություններ։ Իշխանությունը պնդում է կանխել են հեղաշրջման փորձ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները խոսում են ռեպրեսիաների մասին, ինչ է իրականում տեղի ունեցել։ Մայրաքաղաք Երևանում ժամը 12:05, այսօր չորեքշաբթի է, հունիսի 25-ը, ես Սիրիանուշ Պապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ arczepiskopos Գալստանյանի բնակավայրում հայ հեղափոխական դաշնակցության որոշ անդամների եւ ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գլխավորած հայոց համազգային միասնություն կուսակցության անդամների տներում։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ սրբազան պայքարի մասնակիցներն ու ղեկավարները պլանավորում են Հայաստանում ահաբեկչական գործողություններ։ Հաղորդագրության մեջ նշվում է Վազգեն Բագրատ Գալստանյանն իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող սրբազան պայքար անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ թույլատրված եղանակով իրագործել իր կողմից շարժման առջև դրված իշխանությունը ստանձնելու նպատակը 24 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել Հայաստանի սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։ Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու ու իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները։ Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քլեա օլիգարխակղերական խոշոր ու եղկելի պլանը գրել է վարչապետը։ Իսկ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Facebook-յան իր էջում գրել է հետևյալը. այս եղկելի պլանի իրագործման դեպքում Հայաստանում ստեղծելու էին քաոս, իսկ հետո ժանրի կանոնների համաձայն երկիրը կործանումից փրկելու համար դիմելու էին հայտնի փրկչին։ Փրկիչը անշուշտ հերթական անգամ փրկելու էր համապատասխան գնի դիմաց, այդ գինը լինելու էր պետության լուծարումը եւ այստեղ որևէ ծայրապետ նշանակել է իդեմս կղերականի եւ օլիգարխիայի սրբապիղծ ամուսնությունից ծնված մի հակապետական ոչնչության։ Ծոծորակները կտեսնեք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի հակապետական մանկուրտներ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Civic-եմ կայքի ձեռքում էր հայտնվել Հայաստանում հեղաշրջում իրականացնելու ընդդիմության ծրագիրը։ Այն ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, որտեղ նաև նշվում են կոնկրետ դերակատարների անուններ։ Նյութի մեջ նշվում է Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մի շարք այլ անուններ, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի, որը պետք է առանցքային դեր ունենա հեղափոխական զանգվածների կոնսոլիդացման հարցում։ Նյութի հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրել է այս process-ը պատմության մեջ կմնա որպես ստահակների ծախողված հեղաշրջում։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը հերքում է հեղաշրջման կազմակերպման մասին հաղորդագրությունները եւ հայտարարում, որ սա իշխանության կողմից ռեպրեսիաներ է ընդդիմության նկատմամբ։ Իմ տպավորությամբ երեք իշխանության կայքում հրապարակված հեղաշրջման պլանով եւ այսօր տեղի ունեցող խուզարկություններով իշխանությունը փորձում է օրակարգ պահել քաղաքական տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել իր Facebook-յան էջում, այսպես է գրել ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Պարոն Արշակյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Նախ հեղաշրջման պլանին անդրադառնանք, որ երեք իշխանական կայքը հրապարակել էր եւ այսօրվա արդեն իրականացվող գործողություններին ես ներկայացրեցի ում տներն են գնացել, ինչ է տեղի ունեցել, ընդհանուր առմամբ ինչպիսին է տպավորությունը, այսպես ասած, ներկա պահի վերաբերյալ, երբ մի կողմից այս հեղաշրջման պլանն է հրապարակվում, մյուս կողմից դրան նախորդ
փորձել էր արդեն Սավել Կարապետյանի ձերբակալությունը եւ նաեւ գիտեք իշխանություն եկեղեցի այս հակամարտության թեժացումը, որը նահանջի որևէ ուրեմն տպավորություն դեռ չի ստեղծում։ Ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը։ Տերմիններից սկսենք հեղափոխություն եւ հակահեղափոխություն եւ ռևանշիզմ։ Ես կանգառնեի ռևանշիզմի վրա։ Հիմա մենք փաստորեն տեսնում ենք ռևանշիստական ակցիայի հետ, որովհետև դավադրությունը, որ իբր, ես ենթադրում եմ իբր, որովհետև դա գաղտնի չի, մարդիկ ում մասին, որ հենց հիմա դուք խոսեցիք, նրանք հրապարակում են դա հայտարարում, իրենց նպատակների մասին և մեթոդների մասին հրապարակային հայտարարություններ կան, ու դա վաղուց է արվում, 18 թվականից դա ասվում է, գաղտնի չի, ուրեմն դավադրություն կամ ասենք ինչ-որ գաղտնիություն չկար, խոզարկություններ պետք չի, մարդիկ գալիս են հրապարակում ասում են, որ հեռացիր կհեռացնենք և տարբեր այլ բաներ, ասենք բավական կոշտ, և ընդհանրապես ես դեռ այն ժամանակ ասում եմ, որ կոշտին շատ ավելի կոշտ պետք է լինի պատասխանը, ընդհանրապես պետք է մենք իմանանք, որ հեղափոխությունները Հայաստանում արգելված են, հակահեղափոխությունները նույնպես Հայաստանում պետք է արգելված լինի։ Մենք իրավունք չունենք երկիրը ցնցելու, քաոս ստեղծելու, ապակայունացումը, այդ մրցակցությունը, վեճը, բանակցությունները, երկխոսությունը պարտադիր են, ես համարում եմ այդ մրցակցության մթնոլորտը խիստ անհրաժեշտ է Հայաստանին։ Մրցակցության միջոցով պետք է ընտրություն տեղի ունենա։ Բայց հիմա մրցակցություն է։ Հիմա քաոսի ծրագիր կա։ Այդ քաոսի ծրագիրը ինձ դուր չի գալիս։ Ու ես դրանում մեղադրում եմ իշխանություններին։ Իշխանությունները պետք է թույլ չտան, որ այդպիսի մթնոլորտ ստեղծվի մեր երկրում։ Պատասխանատուն իշխանությունն է։ Նախ եւ առաջ իր օրենքներով այնպիսի օրենքներ պետք է լինեն, որ որևէ մեկի մտքով չանցնի երկիրը ապակայունացնել։ Այսինքն հայկական պետության դեմ, ես չեմ ասում իշխանության, հայկական պետության դեմ որևէ ելույթ պետք է խիստ պատժվի։ Մարդիկ պետք է իմանան, որ վտանգավոր է։ Հոգեպես որն է ավելի ազնիվ, այդ պետք է իմանան, որն է ավելի վտանգավոր։ Ուրեմն հայկական պետության դեմ, ինքնիշխանության դեմ, ազատության դեմ ելույթը պետք է շատ վտանգավոր լինի, շատ մեծ արկածախնդրություն պետք է համարվի դա։ Ու պետք է մենք հետամուտ լինենք, գտնենք, պատժենք նրանց, ովքեր որ դեմ են մեր պետականությանը, մեր անկախությանը, մեր ազատությանը։ Այդպիսի անհանդուրժողականություն, ես կասեի, պետք է անհանդուրժողականություն լինի։ Բայց կողմ եմ մրցակցությանը, բացառությամբ հակապետականությանը։ Օրինակ նախորդ սահմանադրություններից մեկում, որին ես կողմ եմ քվեարկել 95 թվականին, այդ սահմանադրության մեջ գրված էր, որ պետականության ինքնիշխանությունը քննարկման առարկա չի։ Այսինքն չի կարելի հանրաքվե անցկացնել, պետությունից հրաժարվում ենք, թե չէ։ Չի կարելի այդպիսի ստորագրահավաք անցկացնել, օրինակ հիշում եք Ռուսաստան-Բելորուս միությանը միանալու համար, համարեցինք ապօրինի գործողություն, նույնիսկ շատ ժողովրդավարական լինի դա, սպիտակ ձեռնոցներով, փափլիկ սպիտակ գործիքներով, եթե դա արվում է, դա արգելված է։ Նախորդ սահմանադրության մեջ, հիմնադիր սահմանադրության մեջ, դա հիմա մենք պետք է իմանանք, որ հայկական պետության գավառացման, պրովինցիալիզացման, մասնաճյուղացման դեմ արվող բոլոր ակցիաները հակապետական են եւ վտանգավոր։ Այդ պետք է իմանան, որ վտանգավոր է, անողոք է լինելու, պետությունը անողոք է լինելու, ներողամիտ չպետք է լինեն։ Հիմա այդ քաղաքական ուժերից մի քանիսի, որոնց դուք կամ ես կարծացել եմ, հիմա ես չեմ հիշում դուք թվարկեցիք թե չէ, նրանց զգալի մասը կողմ են, որպեսզի լիկվիդացվի հայկական պետությունը։ Այդպիսի բան հայտարարել Հայաստանում ոչ ոք չպետք է համարձակվի։ Պիտի սա օրենքով պատժելի լիներ, խիստ պատժվել։ Հասկանալի խոսքը օրենքի մասին է։
Պարոն Արշակյան, իսկ եթե գանք դուք ասում եք ոչ թե հեղաշրջման պլան, այլ ռևանշիզմի, կարող է օրինակ Ռուսաստանը այսպես ավելի պարզունակ թվացող հեղաշրջման պլանի կամ ռևանշիզմի մեջ ներգրաված լինել, թե դա ավելի խորքային ռազմավարության մաս է ըստ էության։ Գիտեք, Ռուսաստան ասելով մենք հիմնականում հասկանում ենք Կրեմլը։ Այո։ Այսինքն մի հոգի ուզում է Հայաստանում իշխանափոխություն անել, մի հոգի ուզում է Հայաստանը վերանվաճել։ Այդ մի հոգին բոլոր հարմար առիթներով հայտարարել է, որ ինքը հարգում է Հայաստանի անկախությունը, որ ինքը ճանաչում է Հայաստանում գոյություն ունեցող իշխանությունը։ Ես կարող եմ ձեզ հիշեցնել 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ազատազրկված էր, բանտում էր։ Ու այդ մի հոգին մարդ ուղարկեց Նիկոլ Փաշինյանի մոտ խցիկ։ Այդ գնաց մտավ խցիկ ու ասեց. դու Կարեն Կարապետյանին այո, Կարեն Կարապետյանը եկավ։ Մանդատ ուներ։ Հիմա ինքն էլ է հայտարարում, ասում է, որ հա, ես ինքնագլուխ չեմ եկել։ Ես իմ կարծիքը չեմ հայտնել։ Եկավ բանակցեցին։ Մնում ես Ռուսաստանի ազդեցության գոտում։ Եթե մնում ես, ուրեմն դու ես։ Եվ այն 100,000 կամ 1 միլիոն կամ 10,000 հոգին, որ ճանապարհները փակել էին, կամուրջները օդանավակայանն եւ նրանց արարքը լեգիտիմացավ, այսինքն Ռուսաստանը իր կարծիքը հայտնեց։ Այդ կարծիքը միանշանակ է հրաժարականների շարք գնաց։ Հրաժարականների շարք մարդիկ ենթարկվեցին այդ մի հոգու իրենց պատրոնի փաստորեն, այդպես է ստացվում։ Ասենք Եվրազիական միության կողմնակիցները Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ Ես հիմա այս վերջերս իմացա, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն է անհանգստացել։ Ինքն ասաց, որ անհանգստացած է։ Վերահսկելի է, թե չէ այդ հեղափոխությունը։ Ուրեմն բոլորը հրահանգը կատարեցին։ Մի քանի հոգի, որոնց ազգանունները չտամ գովազդի համար, մի քանի հոգի ընդդիմացան, բայց հիմնականում ազգային ժողովը, ուժային կառույցները, քաղաքական կուսակցությունները եվրազիական, SNG-ական, ODKB-ական, SSR-ական, մարքսիստական, Լենին Աթաթուրքական, Լենին Աթաթուրքի կողմնակիցները հրաժարական տվեցին։ Հիմա եթե այդ մի հոգին Ռուսաստանը, այդ մի հոգին հիմա այդ սրբազան պայքարի կողմն է, ուրեմն հենց հիմա պատկերացնեք մի հոգի գնում է Բաքու Ռուբեն Վարդանյանի մոտ, ասում է դու մնում ես ազդեցության գոտում, դու մնում ես Ռուսաստանի դաշնակիցը, հավատարիմը, վերնապոդնին, ուրեմն հենց հիմա դու սպիտակ ձիով մտնում ես Հայաստան։ Մյուսը գալիս է այստեղ, ԱԱՑ, Նալբանդյան փողոց, մտնում է, դա պատվալ չի, պատվալում ես եղել եմ 70-ական թվականներին։ Ուրեմն ԱԱՑ-ի մեկուսարան Սամվել Կարապետյանին ասում է, որ այդ մի հոգին Վլադիմիր Վլադիմիրիչը հարցնում է, դու մնում ես որպես պրովինցիա, Հայաստանը ճանաչում ես պրովինցիա։ Այսինքն համակարգված, այսպես կարող ենք ասել, որ ջանք է Ռուսաստանի կողմից Սամվել Կարապետյանին այստեղ գործուղելը, ոչ թե օրինակ անհատական նախաձեռնություն, պարոն Արշակյան։ Տեսեք, այ եթե գալիս է մեկը ու դռները բացում են, Կարեն Կարապետյանի առաջ ինչի դռները բացեցին, դռները բացում են, հրահանգ կա, հիմա մենք որ ուզենանք գնանք Սամվել Կարապետյանին տեսնելու բան ասելու, մեզ կթողնեն, կարող է Նալբանդյան փողոցից վերցնեն ու տանեն։ Հələ Նալբանդյանն էլ չասած են Թումանյանից կփակեն ճանապարհը։ Մարդը մտել է հարցնում է, այ հիմա եթե Պուտինը ուզում է, որ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ուրեմն հիմա ինքը մարդ է ուղարկում, այդ մարդու առաջ ճանապարհները բացվում են ու այդ բանն է Ղազագիրն է վերցնում ու բաց են թողնում։ Ուրեմն ես ասում եմ, որ Ռուսաստանը հիմա այդքան կենտրոնացված իշխանություն չունի,
պատերազմի պատճառով, տնտեսական այդ հալածանքների պատճառով Ռուսաստանը թուլացած է։ Հնարավոր է, որ Ռուսաստանում կան ուժեր ոչ վտանգավոր կենտրոնական իշխանության համար։ Վտանգավոր, ասենք Պրիգոժինն էր վտանգավոր, Նավալնին էր վտանգավոր, նրանք այլևս չկան, ոչ եւս են։ Ով որ վտանգավոր է, նրանք չեն կարող գոյություն ունենալ Ռուսաստանում, բայց թույլատրելի այլ ընտրանքային ուժեր հնարավոր է, որ կան։ Նրանք հիմա այստեղ բաներ են, ակցիաներ են անցկացնում։ Ես ասում եմ, որ եթե դա լուրջ է, ուրեմն դռները պետք է բացվեին, Սամվել Կարապետյանը հիմա պետք է դուրս գար ու առաջնորդել դեպի ազգային ժողով, դեպի Բաղրամյան փողոցի այն մյուս շենքը 26-ը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը պետք է աջակցեին։ Ուրեմն ես ենթադրում եմ, որ մենք հիմա խոսում ենք ինքնագործունեության մասին, այսինքն դա արհեստավարժ չի, տեսեք այդ հայտարարությունները, այդ անդիմության փորձերը, պատկերացնում եք շատ պրոֆան են, հեչ հեղափոխական չեն, նույնիսկ հակահեղափոխական չեն։ Ուրեմն նշանակում է Կրեմլը չի, բայց հնարավոր է, որ աշտարակներից մեկը այդպես են ասում հիմա Բաշնյաներից, բաշ բառից է երևի, Բաշնյաներից մեկը իրավունք ունի Հայաստանում աշխուժություն մտցնելու, ընդհանրապես Ռուսաստանին վախացնելու։ Այսպես ասենք, ռուսներին անհանգստացնում են, բա Մատվիենկոն երկու շաբաթ առաջ տեղեր էլի, նա կասեր էլի Սամվել, պիրյոտ։ Կասեր, չէ, բայց չի ասել, մեզ էլ կասել, մենք դեր հաղորդումներից մենք իմնայինք, որ Մատվիենկոն ասում է, որ Ռուսաստանը շատ դժգոհ է իշխանությունից դժգոհ է, այ մենք նույնիսկ ծրար չտվեց Վլադիմիր Վլադիմիրիչը ծրար չի տվել, որ հայտնեն։ Ուրեմն ես կարծում եմ, որ սա ինքնագործունեություն է, սա Կրեմլը չի, բայց ռուսական է։ Որևէ գուբերնիա, այդ հենց ասենք, որևէ քույր գուբերնիա, ուզում է քույր իշխանություն ունենալ, այն դոչերն է, որ ասում են, էլի։ Հնարավոր է, որ որևէ գուբերնիայի ասել են, կան, չէ, քույր քաղաքներ կան, քույր կուսակցություններ կան, քույր եկեղեցիներ կան։ Մասնաճյուղ էլի ավելի ճիշտ, մասնաճյուղի մասնաճյուղ, վասալի վասալ է ստացվում։ Ես համարում եմ անլուրջ իշխանափոխության այս հայտը։ Պարոն Արշակյան, իսկ եկեղեցի եւ իշխանություն այս առճակատումը մինչև ուր կհասնի, հա, հատկապես Նիկոլ Փաշինյան ու կաթողիկոս դիմակայությունը, արդյոք Սփյուռքը միասնական է եկեղեցու պաշտպանության հարցում, թե ոչ, ինչպես է առհասարակ գնահատում այդ հայտարարությունները, նույնիսկ Սամվել Կարապետյանը գիտեք ամենօրյա ռեժիմով հայտարարություններ է անում եւ ասում է, որ ըստ էության հանդես է գալիս Սփյուռքի անունից, որքանով է դա ճիշտ, որքանով է սա Սփյուռքի ընդհանուր դիրքորոշումը, կարծիքը, թե Սփյուռքը ըստ էության միատար չէ։ Սփյուռքը իրոք միատար չէ, դա բնական է։ Սփյուռք ասելով մենք հասկանում ենք Ուկրաինա եւ Ռուսաստան, հասկանում ենք Իրան եւ Իսրայել։ Ոնց կարող է միատարություն լինել։ Շարունակեմ, հա։ Հանրապետականներ Ամերիկայում եւ դեմոկրատներ Ամերիկայում։ Սփյուռքը դրա համար Սփյուռք է ու Հայաստանի դերը այստեղ կարևոր է Սփյուռքի հայապահպանության հարցում։ Ուրեմն եթե որևէ մեկը գալիս ասում է ես Սփյուռքի անունից դիմում եմ ձեզ, ես ասում եմ Սփյուռքի իսրայելական թե իրանական։ Հիմա մովսեսական ես թե մահմեդական։ Ում անունից ես խոսում, որևէ մեկը չի կարող։ Ես գիտեմ, որ ծրագրեր կան, օրինակ Սփյուռքի համար, Սփյուռքը միավորելու, Հայաստանի հետ միացնելու, դրանց ծրագրեր նույնիսկ սահմանադրական ծրագրեր կան։ Սփյուռքը հանենք այդպես չի կարելի ասել, որ Սփյուռքի անունից եմ խոսում։ Ես այն ձևը, որ կա, ձևով շատ մերժելի է եւ իշխանության վարքագիծը, այդպես լրագրողական մակարդակով, լրագրողի մակարդակով բաներ հայտարարություններ անել, նրանք էլ
ավելի ցածր մակարդակով արձագանքում են։ Ես կարծում եմ նմուշ որպես գովազդ եմ անում հիմա Արա Զուրաբյանի կազմակերպած միջոցառումը նմուշային է։ Արա այդ մեր փաստաբանների միությունը կազմակերպել էր իր տեսակետը, որը ես չեմ ընդունում։ Տեսեք, համաձայն չեմ։ Այնտեղ հնչած գաղափարների հետ համաձայն չեմ։ Մասամբ հետաքրքիր բաներ կային, բայց ձև էր։ Այսինքն մի խումբ, օրինակ մի 5-6 ելույթներ կային, որ արժեր դա նարատիվ է, կոնցեպցիա է։ Դա, այսինքն պրովինցիայի, հայկական պրովինցիայի, իմպերիայում պրովինցիա ունենալու ծրագիր էր։ Մարդիկ ասում են, որ լավ է այսպես, պրովինցիա այսպես չէ, այնպես լավ էր, օրհնվի Սհաթը։ Ասում են, որ լավ է, թող գան ռուսները մեր համար կռվեն, թող մեզ պահեն։ Մենք էլ այնտեղ կգնանք մի բան կշինենք, կքերենք մի բան։ Վատ է հիմա Սամվել Կարապետյանը միլիարդատեր, Արա Աբրամյանը։ Տեսեք, որտեղ Արա Աբրամյանի ինտելեկտը ունեցող մարդը կարող էր սոցիալապես ապահով կյանքով ապրել։ Որ երկրում։ Դե մեզ դա են ասում են, տեսեք, Արա Աբրամյանը ապահով կյանքով է ապրում։ Դաժե ունևոր է между нами։ Չէ՞։ Ասում է, մամայա տվայա оскорблять։ Դե նույնիսկ լավ է ապրում մարդը։ Բայց տեսեք, ասում են, որ գնանք դուք հայեր բոլորը, ձեր Արա Աբրամյանները այնտեղ միլիոնատեր կդառնան։ Անկախությունը դա վնաս է մեզ։ Չունենք, այն չունենք, եւ այլ չկա, էլի տեսնում եք, խավար է, մութ է, ցուրտ է։ Չկա, լավ չի, գնանք։ Ես տեսեք համաձայն չեմ կոնցեպցիայի հետ։ Կարծում եմ, որ պրովինցիալիզմը, եվրազիականություն ասենք դրան, SSR-ականություն բան, դրանք ինձ համար անընդունել, բայց ձևը ճիշտ էր։ Թիմ կար, թիմը ձևավորված էր, մարդիկ ելույթ ունեցան իրենց կարծիքը եկեղեցի եւ իշխանություն, եկեղեցի եւ պետություն հարաբերությունների մասին իրենց կարծիքը հայտնեցին։ Ես կարծում եմ ճիշտ կլիներ, որ արդարադատության նախարարը այնտեղ իրավաբաններ էին հիմնականում։ Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը մասնագիտությամբ կարծեմ էլի իրավաբան է։ Այստեղ էլ արդարադատության նախարարը մի խումբ ձևավորել, որ ասեին չէ, մինչև 2025 թիվը Հայաստանը այո եղել է պրովինցիա, եղել է գավառ, եղել է մասնաճյուղ, բայց արդեն Նիկոլ Փաշինյանը արդեն հասկացել է, որ ինքը գուբերնատոր չի, որ ինքը պոստավոյը չի ֆորպոստում, այլ ազատ անկախ ժողովրդարական երկրի ղեկավար է, ասենք ոժդ չասենք, որտեղ ղեկավար է իրականում, վարչապետը չի, մեր երկրի ղեկավարը նախագահն է եւ ազգային ժողովի նախագահը, վարչապետը լեգիոները, բայց քանի որ մեր մոտ փաստացի Նիկոլ Փաշինյանն է իսկապես երկրի ղեկավարը, ինքը հայտարարեց, ասեց, ես մինչև 25 թիվը 50 տարեկան, մարդը 50 տարեկանում հասկացա, որ ինքը պոստավոյը չի ֆորպոստի, այլ երկրի ղեկավար է։ Տեսեք, հիմա թող արդարադատության նախարարությունը կամ նախարարը կազմավորի, ձևավորի մի խումբ պարիտետը պահպանելու համար, հավասարացությունը պահպանելու համար, ճիշտ նրանց չափ, նաև գենդերային հարցը, այնտեղ մի տիկին էլ կար ելույթ ունեցող։ Դե քանի որ հիմա գենդերային ազատությունը, թող մի քանի տիկին, ես ասում բարետես եւ քաղցրալեզու, մի քանի տիկին թող ներկայացնի, մի խմբով ասեմ, որ չէ անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը լավ է, թող վիճեն, այ դա կլինեն ինստիտուցիոնալ բանավեճ։ Ես կարծում եմ, որ թող, եթե եկեղեցին էլ բան ունի, եկեղեցի ասենք, բյուրոկրատները, եկեղեցու իշխանությունը, մեր եկեղեցու իշխանությունը զավթած մարդիկ, որովհետև նրանք մեր անունից են խոսում, բայց մենք այդպիսի մանդատ չենք տվել, օրինակ մենք այդպիսի բան չենք ասել, մենք որպես հավատացյալներ, Եթե տվել է անգեր Ստալինը ժամանակին իրենց մանդատ
տվել է ընկեր Ստալինը 1943 թվականին, 44 թվականին ազդվելով Չերչիլի եւ Ռուզվելտի ճնշումներից ընթառաջ գնալով ուսադիրները փոխեց զինվորականների պետլիցաները հանեց, պագոններ տվեց եւ ասեց, որ հավատացյալների համար զամպալիտ եմ նշանակում։ Կա աթեիստների համար զամպալիտ։ Մի հոգել թող լինի հավատացյալների համար զամպալիտ։ Ուրեմն մահմեդականներ շակ կանգնեք, բուդդայականներ շակ կանգնեք, ուղղափառներ, հայեր, կաթոլիկներ շակ կանգնեք, ձեր համար ես զամպալիտ եմ գտել։ Ու այդ կանոնադրությունը առ այսօր կա։ Ես դրա համար ասում եմ, եկեղեցի, այսինքն մեր պաշտոնյաների մեջ, եկեղեցու սպասավորների մեջ կան, ակնհայտորեն կան, մենք ճանաչում ենք նրանց ազնիվ բարեպաշտ եւ հայրենասեր մարդիկ։ Թողած Ստալինի կանոնադրությունը փոխեն, Հայաստանը առանձնացնեն, հայկական ոնց որ ուկրաինական եկեղեցին, որը շատ ավելի սերտ էր աճած ռուս ուղղափառ եկեղեցու հետ։ Նույնիսկ նա անկախացավ, մենք դեռ չենք անկախացել։ Մեր եկեղեցին այսօր մեր մրցակից, մեղմ ասեմ, մրցակից եկեղեցու մասնաճյուղն է։ Եվ եվրազիական է, այսինքն հավատարիմ է իր մրցակից, իր լավը չկամեցող եկեղեցում։ Ես կարծում եմ, որ շատ Արա Զուրաբյանը, ես շնորհակալություն եմ հայտնում ձեր եթերում, հրաշալի գործ է արել, թող կան, մարդը հրավերում է, ասում է եկեք, բանակցենք, լեզվակռվի տեղ չի ասում, եկեք լեզվակռիվ անենք, լեզվակոխ անենք իրար, հիմա լեզվակոխ են անում, տերներն ու պատգամավորները եւ դրանց համակրյան։ Լավ, պարոն Արշակյան, ի վերջո ինչի կհանգեցնի այս ամենը, տեսեք, դուք էլ նշում եք, որ ըստ էության մենք ունենք եկեղեցին այսպես վերափոխելու խնդիր, որ մեր եկեղեցին մեր մրցակից եկեղեցու ֆիլիալ, մասնաճյուղն է եւ այլն է։ Լավ, հիմա այս առողջացման process-ը ինչպես պիտի գնա, երբ դուք միևնույն ժամանակ նշում եք վարչապետի խոսույթի անթույլատրելիության մասին, փոխադարձ երկու կողմերի։ Այդ մակարդակը ընդունելի է։ Ահա, հիմա այս դեպքում դուք առողջացման որևէ շանս, հնարավորություն տեսնում եք, կաթողիկոսն էլ չի պատրաստվում հրաժարական տալ։ Կաթողիկոսին հարկավոր է շրջանցել։ Ինչի իմաստով։ Հոգևորականներ չկան, որոնք Դե վարչապետը գրել է, անուններ է տվել հոգևորականների 3։ Հա, ես չեմ։ Կարգալույց։ Ուրեմն հոգևորականներն էլ թող մի ուրիշ խումբ ստեղծեն։ Երրորդ խումբը։ Տեսեք, ասացի, քանի որ Արա Զուրաբյանի խումբը, թույլ տվեք այդպես ասել։ Այդ խումբը, հա կամ այդ խումբը ունի իր ձևաչափը եւ ունի իր ծրագիրը։ Նույնիսկ ես կարծում եմ ծրագիրը չունի, նրանք ուղղակի տագնապ բարձրացրեցին։ Տագնապ էր դա։ Ուրեմն թող մեկը լինի արդարադատության նախարարի կամ ես այդ դրանց հիմա ասում եմ, թույլ տվեք դնել շրջանառության մեջ։ Խրթվիլակ հանձնաժողովներ կան մեր ազգային ժողովում։ Խրթվիլակը գիտեք, չէ, իսկականից ինչով է տարբերվում։ Դա երկու խաչված փայտի վրա հագուստ հագած։ Այսինքն դա մարդ չի, բայց թռչունները, կենդանիները վախենում են, կարծում են, թե մարդ է։ Չնայած ինտելեկտուալ թռչուններ կան, Արդեն գլխի են եկել, գալի թառում են դրա վրա եւ այսինքն խրթվիլակ հանձնաժողովները ազգային ժողովի թող նրանք կազմակերպեն երկխոսություն նախաձեռնեն, հրավիրեն հոգևորական։ Այսքանից հետո երկխոսության որևէ հնարավորություն տեսնում եք։ Իրանն ու Իսրայելն են երկխոսության մեջ։ Հանրապետականներն ու դեմոկրատները Ամերիկայում երկխոսության մեջ են։ Պուտինը եւ Թրամփն են երկխոսության մեջ։ Իհարկե, դա է նախ եւ առաջ ընդհանրապես հոգևորականները չպետք է մտնեն այդ աղբանոցը, քաղաքական աղբանոցը։ Թող հեռու մնային, մաքուր մնային, պետք է ստերիլ լիներ։ Նրանք պետք է կազմակերպեին, իրենց մոտ հրավիրեին, երկխոսություն պետք է լիներ օրհնանքով, գիտեք, հայրապետական, archiepiscopal
սեփական խաչով, մեռոնով, ես չգիտեմ, խնկով, ախտանեն եւ առաջարկեին ասեք մեր հարթակում երկխոսեք հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ, բայց իրենք անցել են ում կողմը, պատկերացնում եք, նույնիսկ Պուտինի կողմը չեն, ես իրենց հատուկ ասում եմ, էլի, դուք Պուտինին եւ Ռուսաստանին դեմ եք, մեզ կռվածնում եք Ռուսաստանի հետ, Ռուսաստանը չի ուզում այսօր Հայաստանի հետ կռվել, նա գիտի ում հետ է կռվում եւ կենտրոնացած է այնտեղ կենտրոնացել է, նա նեղ կռվում է, դուք Հայաստանին ինչ եք ներքաշում այդ կռվի մեջ, դուք Ռուսաստանին ինչ եք երկրորդ ճակատ բացում Ռուսաստանի համար, Ռուսաստանը որ ուզենա, դռները կբացվեն, Սամվել Կարապետյանը դուրս կգա եւ հրճակի մանիֆեստը իր գործողությունների մանիֆեստ չէ Պարոն Արշակյան, իսկ այդ բոլորի համախմբման հնարավորություն տեսնում եք, որոնք կարող են այսպես իշխանությունների համար դառնալ լրջագույն սպառնալիք։ Մի դեպքում, երբ որ Կրեմլի գլխավոր աշտարակից հրահանգը գալիս է շրջաբերականով, այդ թուղթը գալիս է, ով ինչ պետք է անի, ինչպես եղավ 1996 թվականին, միավորվեցին բոլորը։ Տեսեք օրինակ 94 թվականին, 1994 թվականին, երբ սկսվեց Ռուսաստան-Բելոռուս միություն շարժումը, Կրեմլից շրջաբերական չկար, Գդելյանն ու Իվանովը չկարողացան հեղափոխություն անել, Հայաստանը միացնել Բելոռուսին, չկարողացան, եւ կար մի հոգի, որ ասեց ոչ։ Տեր-Պետրոսյան ասեց ոչ, Ռուսաստան-Բելոռուսին չենք միանում։ Դրան հաջորդեց 96 թիվը, արդեն 96 թվին Տեր-Պետրոսյանին ասեցին քու ոչի պատասխանն ենք տալիս մենք։ Պատասխանեցին 96 թվին։ Հիմա ոմանք կան ասում են ընտրակեղծիք ա եղել, լավ չենք ընտրել բան։ Դա ընտրություն չէր։ Դա ազգային ազատագրական շարժում էր եւ գաղութատիրական շարժում, այսինքն Հայաստանը երկու մասի էր բաժանված։ Ռուսաստան-Բելոռուսը, թե անկախ Հայաստանը։ Շարունակենք, հաջորդը 97 թիվն էր։ Հաջորդը 97 թվին, տեսակ ոնց միացան։ Երբ որ հրահանգը կար, միացան, Հայաստանը զրկվեց անկախությունից։ 97 թվականին, 98 թվականին, հիշում եք այդ շարժումը։ Եվ 18 թիվը, տեսեք, մինչև 18 թիվը ինչ շարժումներ են եղել, ինչ միաբանություններ են եղել, բայց դրանք բոլորը խրտվիլակ շարժում են եղել, իսկական չեն եղել, բայց 18 թիվը, 2018 թվականին, մայիս ամսին, իսկական էր, Կարեն Կարապետյան եկավ ասեց, որ հայ ժողովուրդ, հեռավ թագավորը կեցցե նոր թագավորը, Նիկոլ Փաշինյանն այսօր կլինի Հայաստանի թագավորը, իմպերատորը ճանաչել է նրա իշխանության իրավունքը։ Հիմա եթե կա միաբանության խնդիր, ուրեմն իմպերատորը, պատրոնը, սյուզերենը, ֆորպոստի начальнիկը պետք է անպայման ուղարկի իր բանագնացին, յառլիկ պետք է բերի, Սամվել Կարապետյանը յառլիկ պետք է բերեր Մոսկվայից, յառլիկը այն էր, որ բոլորը միասին դուրս կգային հրապարակում կլիներ ճիշտ այնքան մարդ, ինչքան որ Նիկոլ Փաշինյանն էր բերել, ու մի 10,000 հոգի էլ ավել։ Ըստ էության մի դեպքում կա վտանգ։ Նրա այդ խումբը մի դեպքում կարող է միավորվել, որտեղ նրանք ճանաչում են Մոսկվայի գերիշխանությունը, այդ աշտարակի, չնայած նրանք չիմանալով, գավառական լինելու պատճառով, իրենք գավառական են, պրովինցիալ են, ես կասեի կոլխոզնիկի մակարդակ ունեն, այ մեկ հիմա ասում են, ականժներ բան, դա կոլխոզնիկ է, դա գյուղացի չի, նա կոլխոզնիկ է, դրանք կոլխոզնիկ են, կոլխոզում թերակշռող կոլխոզնիկ են, կշռավար են, նրանք այնտեղ կարող է գնան Վնուկովը օդանավակայանում մեկը կապուտաչա, մեկը իրանց բանաս ասեն ռուսները մեր հետ են, ու տոմսը հետ վերցնեն, հետ գան ասեն ռուսները մեր հետ են, ես կարծում եմ այսօր, եթե Պուտինը հանձնարարի դրանց միանալ, այս ինչի շուրջ, սա է ձեր ղեկավարը,
կմիանան, բայց հարց է արդյոք նրանք բավարար ռեսուրսներ ունեն։ Արդյոք Պուտինը չի բաժանել իր իշխանությունը, այդ 3+3-ը Պուտինն է գրել 3+3-ը։ Պուտինը գրել է, այսինքն Հայաստանում իշխանություն ձևավորում են Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Այդտեղ Ֆրանսիան ու Ամերիկան ասում են՝ բա Մինսկի խումբը Ռուսաստանը արդեն 30% է պահում իրեն Հայաստանից։ 30%, եթե ինքը 3+3 է ասում Անդրկովկասի համար, ուրեմն Ռուսաստանը մեն իշխանություն չունի Հայաստանում, ինքը հաշվի է առնում Ֆրանսիայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների կարծիքը, ուրեմն ուզում եմ ասել, եթե նույնիսկ Պուտինը ասի, որ տղերք դեսն անցեք, ես տղերք եմ ասում, իրականում ժողովուրդը ուրիշ բան է ասում, տղերք դեսն անցեք, տղերք դենն անցեք, Խաժնազարի մեջ է, չէ՞ դա, ուրեմն դեսն անցեք, դենն անցեք, չեն անցնի, որտեղ կան մարդիկ, որ Ստենֆորդում, Հարվարդում կրթություն են ստացել։ Պարոն Արշակյան, եթե ամփոփենք զրույցը, ըստ էության դուք այս ամենում տեսնում եք իսկապես երկխոսության հնարավորություն։ Մի բան, որ կողմերը ըստ էության այնքան են իրար վիրավորել մինչև հատակը, որ շատերը չեն տեսնում, բայց դուք տեսնում եք այդ հնարավորությունը, ասենք ազգային ժողովի տարբեր հանձնաժողովների անդամների, տարբեր այսպես քաղաքական գործիչների ու պատգամավորների միջնորդությամբ։ Ես հնարավորությունը չէ, ես կասեի անհրաժեշտությունն է։ Կարելի է եւ այսպես թողնել, բան լինի մեզ համար, ամառ թեժ, շոկ ամառ թող լինի, հետաքրքիր էլի, ձանձրալի չի, արձակուրդ չենք գնա, կմնանք գնայինք, տեսնենք։ Թեժ ամառ է լինելու։ Հա, թեժ ամառ կլինի, եթե այսպես բայց ես թեժ եւ հով ամառ կլինի, հավանաբար։ Ցուրտ էլ կլինի որոշ իմաստով։ Ուրեմն ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ինստիտուտական ձևով անպայման պետք է երկխոսություն լինի, եթե լուրջ է, իսկ եթե լուրջ չէ, ինքնագործունեություն է, այն թող անեն էլի։ Այն անանք էլ ես ասացի շատ խիստ պետք է լինի պետությունը, ոչ ոք չպետք է համարձակվի անկախության դեմ խոսել։ Հակա անկախությունը պետք է խիստ պատժվի, դա զրոյականն է, դրա մասին չենք խոսում, իսկ այդ ելույթներ, մելույթներ, բռնկումներ, դրանք թող լինեն, բայց լուրջը, օրակարգը, ես ասում եմ, մեր օրակարգը երկխոսությունն է բարեփոխումների մասին, սահմանադրության, կուսակցությունների մասին, ընտրությունների մասին եւ արդեն կրոնական կազմակերպությունների մասին օրենքների շուրջ պետք է մեծ երկխոսություն լինի, այ պետք է քննարկումներ, հոգեվորականներ, դուք ունեիք մի ժամանակ ձեր ստուդիայում կլոր սեղան կար, այն Նվեր Մնացականյանը հրավիրում էր ինձ, ուրեմն այդ կլոր սեղանը հիմա էլ կա, սեղանը կա, այ հավաքվեն հոգեվորականներ դեմ եւ կողմ, քաղաքական ուժեր, իշխանություն, падգամավորներ ու քննարկեն կրոնական կազմակերպությունների կարգավիճակի մասին, կրոնական կազմակերպությունները իրավունք ունեն Հայաստանում ընդունված աշխարհիկ պետության օրենքները խախտելու թե չէ։ Այդ դրա մասին պետք է լինի։ Կրոնական կազմակերպությունը իրավունք ունի լինել, օրինակ, ատելություն քարոզող կազմակերպություն։ Կարող է այդպես լինել, կամ ճորտատիրություն կարող է լինել կրոնական կազմակերպությունում։ Տրաֆիկինգ կարող է լինել կրոնական կազմակերպությունում, իրենց կանոնադրությունը պետք է համապատասխանի Հայաստանի օրենքներին, թե չէ։ Թող նստեն, քննարկեն, մենք էլ իմանանք, կողմնորոշվենք։ Շնորհակալ եմ, պարոն Արշակյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Առաջինի տաղավարում զրուցում էի Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։